Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայդատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Կարապետյան։ Ես շնորհակալ եմ։ Դուք նաև Արցախի հարցով հանձնախմբի անդամ եք եւ օրերս Վարդան Օսկանյանի մասնակցությամբ հանձնախումբը ամբողջ կազմով հավաքվել էր, փոքրիկ հաղորդագրություն եղավ այդ մասին, թե ինչ հարցեր եք քննարկել, ես կխնդրեմ մի փոքր մանրամասնել եւ ներկայացնել նաև այս ընթացքում հանձնախմբի գործունեության արդյունքները, այն դրական տեղաշարժերը, որոնք թույլ են տալիս հուսալ, որ ապագայում երբ ունենանք ազգային իշխանություն, արցախահայերի վերադարձի խնդիրը հնարավոր կլինի դրական ելքով սպասարկել։ Արդեն երբ որ գազմվեցավ հանձնախումբը Արցախի ազգային ժողովեն, գազմության իսկ փարաբաշարը ցույց կտար, թե ինչ պետք է լա իր գործը, այսինքն պաշտպանելու միջազգային հարթակներով վրա Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքը ապահովության երաշխիքներով վերադառնալու իր հայրենիքի վրա եւ ֆոն ապրելու այդ ծավով, որ ինքը պիտի որոշե, ասեր որոշման էություն եւ այդ ուղղությամբ է, որ հասկանալի է մեր հանձնախումբը աշխատեցավ։ Չներկայացուցած արդյունքները ասեմ նաեւ, որ հասկանալի է, որ հանձնախումբը նաև սպաղեցավ եւ կսպաղի մեր ռազմակերիներու եւ քաղաքական ու տպադանտներու հարցով եւս, որ կգտնվին Բաքու։ Այդ հարցով մենք ունենք նախաձեռնություններ եւ հայտարարություններ։ Բայց ինչ կվերապերի Արցախի վերադարձի իրավունքին, սկզբնական եւ ամիսներով աշխատանք ադեր, որ վերադարձի իրավունքը դառնա ընդհանրական ընդունելություն։ Այսինքն բոլոր կողմերը եւ ոչ հետաքրքրված անպայման, երբ որ կխոսվի Արցախի ժողովրդին համար մատնանշվի, որ իրենց հիմնարար իրավունքն է վերադառնալու իրենց հայրենիքը։ Անշուշտ ամեն երկիր կամ յուրաքանչյուր մեկը, որ կխոսի այս մասին, իր հասկացած ձևով կմեկնաբանե։ Ալիևն ալ կխոսի վերադարձի մասին, գերվագայենք ինչ է Ալիևին պատկերացումը եւ անշուշտ այդ պատկերացումով ովևէ մեկը չվերադառնա Արցախ։ Բայց պետք է ասել, որ այսօր դարագուսանքի դակ տնող չկա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Ունենք շատ երկիրներու կողմէ հայտարարություններ, քաղաքական անձնավորություններ, ես Եվրոպայի համար խոսեմ, Եվրոպական խորհրդարանի վերջին քանի մփանացեվումները եւ հստակ կերպով կանդրադառնան այդ հիմնարար իրավունքի մասին Արցախի։ Որում այս մեկը երբ հաջողվեցավ եւ առաջին քիծի վրա բերինք հիմնարար իրավունք Արցախի բնակչության, մեր երկրորդ թիրախը ադեր որ երկիրներու մեջ սկսվի կորզընթացը, որ պիտի փերեր նաեւ կորզնական արդյունք կորզատիրներու կողմէ։ Որտեղ պետք է ասել, որ Եվրոպական միության ընդհանրապես օրենսդիրը միշտ 20-20-ին հետո եղած է մեր կողմը։ Հիմնական հարցը շատ անգամ կորզատիրին հետ է եւ հիմնական օրեն Վոն դեր Լայենին հետ է։ Բայց նաեւ մեր միտքներ գտնել այդ երկիրը, որ թե միջազգային վարկ պիտի ունենա եւ թե ունի անցյալ մարդկային իրավունքներով հետաքրքրությամբ եւ այլն, եւ այդ երկիրը Շվեյցարիան էր։ Եվ ոն երկու ասկայիններու օգնությամբ, որոնք կաբրին Շվեյցարիայի մեջ, եւ ունին լավ գաբեր Շվեյցարիայի ասկային ժողովին հետ, եւ նաեւ երեսփոխանի հետ, որ եկավ
Երևան, Օսկանյան եւ հանձնախումբի մյուս մեր գործընկերները, որ հոս էին, հետ հանդիպեցավ Արցախի նախագահային պարոն Շահրամանյանին հետ, հանդիպեցավ ազգային ժողովի անդամներու հետ Արցախի, եւ ինքը համոզվեցավ Արցախի ժողովրդի իրավունքին համար եւ ինքն է որ իր վերադարձին մեր երկու ազգայիններու օգնությամբ եւ հանձնախումբի գրգած մնայուն դվյալներով, որպես օգտագործվին հարցը մտավ վարի ցածր խորհրդարանը, ազգային ժողովը, ասենք որ ավելի հասկանալի է։ Ստորին պալատը։ Հոն բավական աշխատանք եղավ, թե մեր երկու ազգայիններն, թե հանձնախումբեն երկու անգամ Շվեյցարիա գտնվեցան, թե պարոն Օսկանյանը եւ թե հանձնախումբի անդամներ ունեցան հանդիպումներ եւ կարելի եղավ ստորին պալատեն անցնել դեղյակեք։ Լավ բանացել։ Բայց որբեսի ադի դառնա վարդավորիչ կորզատիրին համար պետք էր նաեւ վերացնել վերին պալատը, սենատը, զարագույդը։ Հոն 49 անդամունին աշխատանք ուղղվեցավ դեպի օն եւ պետք է ասել, որ արտաքին հարաբերություններու անձնաժողովն անցավ, որ շատ կարևոր է, եւ հիմա մարտ 18-ին պիտի որոշում կայացվի վերին պալատեն։ Պիտի ասեի, որ չափավոր գերբով լավադես ենք, որտեղ գիտեք քաղաքականության մեջ մինչեւ չտեսնաս արդյունքը չես կրնար ասել, հա, այսպես պիտի լա, մինչեւ վերջին բահը չես գիտեր ինչ թեպ կրնա բադայել եւ ամեն ինչ շուր կալ։ Բայց աս բահու դվյալներով կգարձենք, որ 50-51-49 հարաբերակցությունը հոն է եւ դակավին աշխատանքի մեջ ենք գրգվեցան 49 երեսփոխաններու 3 լեզուով նամակներ բարոն Բաղունցի ազգային ժողովի նախագահի Արցախի բարոն Բաղունցի ստորագրությամբ եւ արդեն սկսած ենք հարաբերություններ ունենալ նաեւ թե արտաքին գործոս նախարարության հետ, որ Չեխոցին տոդած պետք է ասել ադի Շվեյցարիա արտաքին գործ նախարարություն Չեխոցին տոդած չէ լսած կվերգեցեք մենք համաձայն ենք ամեն դեպս Չեխոցին տոդած հոս նշեմ որ եթե ընդունվի նաեւ վերի բալադեն ստիպողական է այլևս Շվեյցարիա կառավարության համար առնելու կայլեր։ Հիմա թե ինչ ծևի կայլեր բիդարն է, ադիգա անշուշտ ասպահուն ես չեմ գրնարսել։ Բայց պիտի լա ինչ որ առլա տրական է։ Արցախի ժողովրդին համար տրական է։ Եվ ասմեկը պիտի ստեղծե մեզի նախատեպ, որպես ուրիշ մեզի մոտ երգիրներու հետ նաև փորձենք նմանադիպ որոշումներ անցնել իրենց խորհրդարաններն, որպես կարելի լավ էլի ընդլայնել ադիրավունքը։ Պարոն Կարապետյան, հատկապես գործադիրում է խնդիրը առաջ մղելու տեսանկյունից ավելի բարդ, քան խորհրդարանական մակարդակում ու այստեղ նաև կարևոր է Երևանի պաշտոնական ձայնը, թե այն ինչպես ու ինչ ուղերձներով է հասնում համապատասխան երկրներ։ Ես կխնդրեմ անդրադառնալ այս խնդրին, այն ցավալի փաստին, որ Հայաստանի գործող վարչակարգը այսօր ամբողջովին հրաժարվել է Արցախից, անգամ վախենում են Արցախ անունը տալ, ել չեմ ասում խոսել բռնի տեղահանված մարդկանց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին, նաև սպասարկել մեր գերիների վերադարձի խնդիրը, սրան եւս կանդրադառնանք, ինչ խոչընդոտների է բախվում Հայդատի հանձնախումբը այս հարթությունում։ Եթե անշուշտ մեր հայրենիքը Հայաստանը աշխատեր նույն ուղղությամբ, որ աշխատենք մենք Հայդատի հանձնախումբերը կամ Արցախի հիմնարար իրավունքները պաշտպանող հանձնախումբը, կամ ընդհանրապես սպիրկի մեջ բավական կառույցներ, հասկանալի է, որ որքան ավելի զորավոր պիտի լային մեր թիրքերը, երբ որ գխոսիս Արցախի իրավունքներու մասին, գսես Արցախի ժողովուրդը ինչու օրինակ դավաճանվեցավ գարկուն շրջանակները, Ռուսիայեն կամ եվրոպացիներ են, կամ ամերիկացիներ են, իրենք իրենց բեռնի ձամոն ունին, որ ինչ կուզեք մենք գնենք, ծեր երկրի վարչապետը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչու մեզի գսեք դուք պամուերիկ կամ պամուչերիկ, բայց այդ չնշանակեր, որ մենք
Սերկերին սալված պետք է նստենք եւ ասենք, օքեյ, եղավ, հիմա ինչ ունենք։ Մենք ապացուցեցինք, որ նույնիսկ առանց Հայաստանի Հանրապետության օժանդակության գրցանք բավական ճամփագդրել զանազան հրտակներու մեջ, Միացյալ Նահանգներու մեջ, Եվրոպայի մեջ, թե իբրև ընդհանրություն Եվրոպական միության եւ թե զանազան երկիրներու մեջ։ Բայց նաեւ պետք է ասեմ, որ գարկը երկիրներու մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանները ճիշտ ճամփով աշխատեցան։ Իմասի գրնա զարմանալի տվել ոմանց։ Ուրիշ երկիրներում ճիշտ հակառակը ըրին։ Այսինքն գա երկվությունը տեսփաններու գործունեության մեջ։ Իմ դպավորությունս է առանց կարենալ ունենալու ամբողջական պատկեր բոլոր տեսփաններու մասին։ Բայց որ այդ տեսփանները, որ համագարկեն գուկան արտաքին գործոս նախարարության, ունին մոդեցում հասկացողության, թե իրենք ինչ պետք են իբրև հայրենիքի ներկայացուցիչներ։ Իրենք աշխատած են արտաքին գործոս նախարարության մեջ ասվերջին յուրաքանչյուրը ըստ իր դարիքին եւ ճաշտոնի վերջին 35 տարին։ Այսինքն պրոֆեսիոնալ դիվանագետները մարդիկ աշխատած են իրենց կորցն է, իրենք գիտեն որ աստիճանի մինչև ուր գրնաներ տալ, բախբանելով իրենց ստացած զուգությունները եւ նաեւ իրենց հասկային գիտակցությունը։ Բայց այդ երկիրներու մեջ որ ունենք մենք վարչապետի կողմի ուղղակի նշանակած մարդիկը կբոյականներ, ինչպես Ամերիկա, ինչպես Գերմանիա, որ լուրջ խնդիրներ կա եւ դեսանք վարչապետը գնաց Միացյալ Նահանգներ, ցախողված այցելություններ, միջանցքի մեջ հանդիպեցավ Վանսին եւ Ադեր, ինչ ուրիշ ղեկավարներ ունեցան հանդիպումներ եւ նույնիսկ չհրավիրվեցավ երթմնակալության, այդ աղոթքը որ գնեն նախաճաշի աղոթ որ գսեն գնեն, հոնից չհրավիրվեցավ, ինքը հայտարարեց որ հոն մասնակցեցավ, բայց դատ մեկը 8 ժամ հետո դեղի պիտի ունենար։ Իր մասնակցությունը ուրիշ էր, գազագերբությանը գոմե բادرաստված միջոցառումի մասնակցավ ինքը։ Եվ կարծեմ որ նեֆտ տեսփանները հիմնական թերակատարություն, որտեղ տեսփանը կորզակցեր հայտարարության խումբին է Ամերիկայի, բոլորսակի դեն կարողությունները։ Արամ Համբարյանի ղեկավարած գազագերբության դարբեր գրնարելալ։ Երբ որ սեզոնը եկավ Փակոս Սահակյանը 2018-ին Միացյալ Նահանգներ, Փակոս Սահակյանը կոնգրեսի մեջ ելույթ ունեցավ մեծ թիվով կոնգրեսականներու ներկայության, որ Փակոս Սահակյանը չճանաչված երկրի նախագահն էր։ Հիմա գերտա մեր հայրենիքի վարչապետը եւ միջանցքի մեջ գահանտիբի փոխնախագահին։ Բայց անադենվա տեսփանը արհեստավարժ տեսփաներ համագարկեն եկող տեսփաներ, գիտեր ինչպես պիտի աշխատի, գիտեր որոնց հետ պիտի կորզակցի, որբեսի կոնգրեսի մեջ ունենան հաջողությունը։ Նույնն է Գերմանիա մեջ, այսօր Գերմանիա մեջ տեսփանին հետ հարց կա։ Եվ որքան որ գիտեմ, առաջնորդարանը եւ Գերմանիա հայերու միությունը տեսփանին պիտի չհրավիրեն ապրիլ 24-ի միջոցառումներուն։ Նկատի ունենալով վերջին հայտարարությունները վարչապետին Շվեյցարիայում արված։ Իսկ ուրիշ երկիրներու մեջ որ արհեստավարժ տեսփաններուն օրինակ Բրյուսելի մեջ Բելգիայի թագավորության եւ Լյուքսեմբուրգի մոտ տեսփանը որ նաեւ միաժամանակ Եվրոպական միության մոր ներկայացուցիչն է հոնդարբերը պատկերը կոնգը կորզակցին կոր որբեսի ապրիլ 24-ին գարի գազին չափմես քաղաքական ներկայություն ունենանք իմ ճանոթություններովս եւ իր ճանոթություններով կորզակցեցանք հետ ասպանացեվը որ վաղը պիտի խոսվի ինքշաբթի պիտի քվեարկվի հոն ունին կորզակցություն տեսփանին հետ ուրիշ երկիրներում է չալ որ արհեստավարժ տեսփաններ ունին գատ մեկը այսինքն գուզեմ որ միանշանակ չէ անշուշտ իբրև պետություն գլերենք բացի բարոն Միզոյանի վերջին հայտարարություններն քերիներու մասին բայց իբրև պետություն գլերենք որ միշտ կողմեն տեսփաններ ուր որ որոշ չափով իրենք կրնան առաջերտալ իրենք կերտան գորադոնք որ ունին ասկային ճիր եւ ունին արհեստավարժություն այսինքն ներողություն ամեն ինչ կախված է այն ազդակից, այն հանձնարարականից, որը գալիս է Երևանից եւ կատարվող այն աշխատանքից, որը արդեն տեղերում կախված է
կոնկրետ երկրի դեսպանից եւ նրա ջանքերից եւ այս առումով կա հնարավորություն առաջ մղելու այդ օրակարգերը։ Դեսեք, նախարարություն, որքան որ գիտեմ, անշուշտ ես արտաքին գործոս նախարարության համագարկի մեջ չեմ եղած, բայց որքան որ Երևանայում 50 տարվա փորձառություն ունիմ քաղաքականության մեջ։ Արտաքին գործոս նախարարություններու դրված ուղղությունները ընդհանրական են, որ մենք ասպիտի հաջողվենք։ Ատյանտին ադորա մարատեսպանեն, եթե ոչ, կղրգեին կարդուղարմոն կամ կարդուղարդույմը, ցերկը գուդային թուղթը գերտար գսերային զիասսին ասպիտին եմ։ Տեսպանին կորձը նաև առնելն է նախաձեռնություններ, ունենալն է գարելություն ինքը քիչ ավելի բաներնելու, որովհետեւ իր երկրին համար շահաբահով է, որտեղ ի վերջո եթե ցեղասպանության հարցը մնա իր ընդհանրության մեջ, շավորով է, մենք սպիրկու չենք միայն։ Իհարկե։ Ասի պարոյական մեզի համար հոգեգան կողացում չէ։ 2007-ին Տաներակչամը ձանոթ եք բոլորը։ Իր քրկի ցուցանտես ունեինք Հունաստանի հին խորհրդարանի շենքի մեջ։ Եվ եկած էին նորվա նախարար, ներքին գործոս նախարարը, գուսակցություններու ղեկավարներ եւ այլն։ Երբ որ Տաներակչամին հետ պաշտպանեցինք տեսակետը, որ վերջը փաստվեցավ Արցախով, որ որքանադեն, որ ոչրակորձը ասպարակային ցեղասպան Թուրքիան չջանչնար, չընդունիր իր մեղսակցությունը եւ չի զղջար, մեկ կամույս ցևով պիտի գրկնի այդ ցեղասպանությունը։ Եվ տեսեք Արցախից հետո մենք Սիրիայում այսօր տեսնում ենք թե ինչ է կատարվում։ Ունեցանք Արցախը, հիմա մեր բարական նկատի ունենալով մենք ունեցանք Արցախի ցեղասպանական էթնիկ զդումը։ Որ ասիկա Հայաստանի Հանրապետության համարալ ապահովության հարցը, որ Թուրքիան ջանչնա ցեղասպանությունը, որտեղ կտեսնանք, որ կլսենք որ Էրդողանի հայտարարությունները, ինչպես գայտարարը, որ կարծես ինքն է ղեկավարը երկրին, Փաշինյանին ասպիտի ենես կամ ատպիտի ենես։ Որքան ադեն որ մենք այս քաղաքականությունը պիտի վարենք, արդյունքը դարբեր չգրնարըլալ։ Հասկանալի է։ Պարոն Կարապետյան, դուք հիշատակեցիք Փաշինյանի ամոթալի հայտարարությունը Շվեյցարիայում հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու վերաբերյալ, իհարկե նա հետո փորձեց շտկել իրեն, բայց ինչպես ասում են, խոսքը բերանից դուրս էր եկել, եւ սա էլ Թուրքիայի պահանջների, նախապայմանների կատարման առհասարակ հայկական ինքնության դեմ այս հայտարարված պատերազմի դրսևորումներից մեկն է, ու այս տեսանկյունից աշխարհի մոտեցում այն քաղաքական շրջանակների, որոնք տեղերում որոշումներ կայացնող են, քաղաքականություն իրականացնող են, ինչպիսին է, որովհետև 30 եւ ավելի տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն մի օրակարգ է ունեցել, հիմա եկել է մարդ, որը ամբողջովին հակառակ թեզեր է առաջարկում եւ ըստ էության կրկնում է թուրք-ադրբեջանական ուղակի նարատիվները։ Շատ անգամ պետք չէ այդքան շատ ծանրություն տալ վարչապետին հանգարցակի բորտկումներուն եւ հայտարարություններուն, որովհետեւ առաջին անգամը չէ, ուրիշ անգամները վարչապետը դրած հայտարարություններ առանց մտածելու ինչ կնանալ հետևանքը, չեմ գիտեր, եթե իսկության ես այդ փաստերը չունիմ, դուք ինձ լավ գրնակ գիտնալ դուք կոսկաբրիկ, բայց գնա հայտարարությունը եւ վերջը գփոխի այդ հայտարարությունը։ Այդ որ բայց ինձ համար շատ բախարագելի էր։ Անշուշտ իր հայտարարության հագաստեցինք բոլորս եւ Սիկի Ճարաջան նույնիսկ Բրյուքսել դեսպանին հետ կգործակցենք, որովհետեւ գարի այսինչափ մեծ փայլ դանք ապրիլ 24-ի օրը մեր շտագի ոգեգոճման միջոցառումներուն, բայց այդ որ շատ բախարագելի էր։ Մարտոց որ ներկա գտնվեցան, անշուշտ փակ շրջանակ է, որ 15-20 հոգի գհրավիրեն, որ գարձեն, որ իրենց մարտիկն են։ Իրենց ցերկերներն արած են իրենց հերախոսները, իրենց ժամացույցները, եւ նույնիսկ մադիտ եւ քրելու թուղթ որ ունեցին, քրիչ ունեցած են իրեն, բոլոր արած են իրենց ցերկեն։ Եվ որքան որ իմացած ենք, համացանցություն եղած է, որ վերջը պիտի ամբողջ հանդիպումը հերասփռվի։ Ինչ հերասփռեցի մինակ վարչապետի նսածները։ Եվ օրինակ երբ որ ես կտեսնայի, զարմացա դեսա անօրինակ Վիկեն Չետիրյանին, որ Վիկեն Չետիրյան Չադակով է։
Ցեղասպանության ճանաչում։ Ասեք Վիկեն ինչու սպերանը չփածած։ Վիկենը հաջորդ օրը բայց երկար հոդված մկրեց բախարագելով վարչապետը, որ մենք ցայն արինք, հագարակ տեսակետները հայտնեցինք, բայց ադի չցածրվեցավ։ Նույնն եղավ Ֆրանսա։ Դեսա առաջին շարքը նստած Զարատ Օրանյանը։ Համանախագահ Մուրադ Փափազյանին հետ։ Դա բանը Եղավյանը դեսա նստած, որոնք երկուքն ալ բոլորովին դարբեր տեսակետներ ունին։ Ինչպես պետք է աշխատի ժողովրդավար երկիրը։ Խոնալ ճիշտ նույն ֆորմատով եղած է։ Եվ հաջորդ օրը թե Եղավյանը եւ մանավանդ Օրատերանյանը շատ խիստ գերբով հոդվածներ գրեցին եղածին շուրջ, որ ածևով որ մեր վարչապետը համայնքներուն կմոդենա գոր, այսինքն ես կգարձեմ, որ այդ որ փորձեցին անել իրենք իբրև թե հոն մարտիկ նստած են համայնքի ղեկավարներն են եւ վարչապետի նստածները իրենց սրտին կխոսի եւ կընդունին, որ ճիշտ հագարակ արդյունքը տվավ, որտեվ ըսվեցավ, որ ասիկա շոումներ, որ հրավ վարչապետը մենք հագարակ տեսակետներ ունենք։ Նույնը նաև եղավ Ամերիկայի մեջ 15 հոգի ավակեցին դեղը, ուր չգային ամենամեծ կազմակերպություններն այսինքն Սփյուռքը լայն առումով չի կիսում այն քաղաքականությունը բնականաբար, որը իրականացում է օրվա իշխանությունը եւ այդ Սփյուռքը պառակտելու ջանքերը կարող ենք ասել, որ չեն հասել իրենց նպատակին։ Ես կգարձեմ, որ այո, նաև նույն Չանկերը Զարե Սինանյանը կփորձե գոր։ Հենց դա նկատի ունը։ Զարե Սինանյանը հիմնականորեն կփորձե գոր, որ անալսեն, որ Զարե Սինանյանը մեծ զնուն տարած է։ Զարե Սինանյանը դարիներով հայտարարության ստախումբի անդամ էր։ Զարե Սինանյանը եթե Գլենդեյլի քաղաքապետ դարձավ, որ ռոտացիայով գլան քաղաքային խորհուրդեն, Տաշնակցության եւ հայտարարի աշխատանքներով ինքը հոն հասավ։ Եվ այսօր Զարե Սինանյանը ամենամեծ թշնամին եղած է կփորձե գոր բարակտել։ Եվ գա ունիմ փասնալ ես 2012-ի օսմեր խորհրդաժողովը հայտարարի ես նստած եմ եւ ճիշտ կրնակը Զարե Սինանյանն է։ Այսինքն մեկը որ մեր մեջ են դուրս եկա Սփյուռքյան հասկացողությամբ ինչ է մեր հավատքը մեր ժողովրդի հանդեպ որ մենք մեկ ենք միասնություն ենք Սփյուռք Հայաստան Արցախ որ գսեին կերամիությունը այսօր այդ նույն մարդը որբեսի վարչապետին քաղաքականությունը վարի եւ իրեն հաջելի դառնա կփորձե գոր ամեն կերպ բարակտել բայց չեն հաջողած Բրյուսելի մեջ ուզեց երդասարտներու ավակնել մեկ օքի եկավ հանդիպեցավ համայնքային խորհրդին հետ եւ ոնց իրեն գարձր հարցումներ դրվեցան որոնց ինքը չգրծավ համոզիչ պատասխաններ տալ այսին աս բանը ես կարծեմ որ պետք է վերջո իշխանությունը հասկանա որ որքանալ որ ինքը մանոր խոսույթներ փիլիսոփայական հարցեր եւ այլն կփանագոր վարչապետը չեմ գիտեր որքանով ադագ է ինքը փիլիսոփայական հարցեր վերլուծելու եւ ներկայացնելու բայց Սփյուռքը չափազանց կարևոր աստակ է մեր երկրին համար 1988-ին Շևարդնաձեն որ Վրաստանի հայտնի ղեկավարներ չէ երբ որ սկսան հոս ցույցերը վրացիներն ալ ոտքի ելալիք էին եւ Շևարդնաձենը զգուշացած էր եւ ասած էր որ դեսեք հայերը հսկա եւ զորավոր Սփյուռք ունին իրենք ունին գրնակ մենք որուն հեմվելով մենք պիտի փողոցի չնենք Ասի Շևարդնաձեն, սա ոսում կարծանագրված բաներ են։ Եվ նույն Անկարան եւ Բաքուն էլ չէ, Սփյուռքը համարում են, այսպես ասած, ռևանշիստ միավոր եւ անընդհատ Հայաստանի ղեկավարությանը ուղղված իրենց պահանջներում դնում են նաեւ այդ խնդիրը, այսինքն սա էլ պատահական չէ, այնտեղ գիտակցում են ներուժը Սփյուռքի։ Անշուշտ գիտակցում են։ Եվ եթե Սփյուռքը եւ նաեւ մեր համագարկը չունենար այդ աշխատանքային ուժը եւ զորավորությունը ինչու 2018-ին հետո Ադրբեջանի եւ Հիկմետ Խաջիևի գազագերբությամբ քրեթե ամեն ամիս իմ թեմուս սրբարդանքներով վիդեոներ կսպրեն եվրոպացիներ կգաշարեն որ նամակներ կրեն Կասպար Գեյտի համար որ ես ամենամեծ ատամանտներու վաճառականն եմ, տերորիստներ կպաշտպանեմ
եւ նույնիսկ որ Ինտերպոլեն ուզեցին, որ ինձ ցերպակալել է եւ Բաքու դանի, որ ինձ դատապարտած են 5 տարի փանդարգության։ Այսինքն եթե մենք չենք նեղացուցած Ադրբեջանին, իրենց համար վտանգ չենք, ինչու համար առնեն այդ քայլերը։ Պարոն Կարապետյան, եւ այս օրերին մենք նաեւ ամոթալի մի process-ի ականատես ենք Բաքվում մեր հայրենակիցների կեղծ դատավարությունները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նաև խոշտանգումների ականատեսն ենք լինում ու ելի ցավոք Հայաստանը իդեմս այս իշխանությունների այդ հարցը չի բերում օրակարգ եւ բանավոր կծկտուր հակասական ու երբեմն տարակուսելի հայտարարություններից բացի ոչ մի ուրիշ քայլ մենք չենք տեսնում Սփյուռքի ջանքերը այս ուղղությամբ ինչպիսին են դուք խոսքի սկզբում նշեցիք որ նաև գերիների խնդիրն է ձեր օրակարգում հանձնախմբի ուղղություններից մեկն է եւ այստեղ էլի գալիս բախվում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշմանը ինչպիսին կլինի այս գործում հաջողությունը եթե իշխանությունը իսկապես ցանկանա որ այդ մարդիկ վերադառնան Իրավունք ունիք Մենք COP29-ի արիտով որ Բաքու եղավ, հսկայական արշավ էինք, հսկայական արշավ, փորձելով օգտագործել COP-ը իշահ մեր ռազմակերիներուն եւ բադանտներուն ու բադանտներուն։ Դժբախտաբար չգրցան ազատագրել իրենց COP29-ի օրը, բայց նաեւ պետք է ընդունել, որ COP29-ը Բաքու ամենեն ցախող։ Այո։ COP-ներ ամենակիչ ներկայություններով էր Եվ այդ առավելությունը, որ կսպասեր Գորալիևը, Կարոջական կամ ամենեսակ չունեցավ, որտեղ կարելի եղավ շարժել ամբողջ համագարկը, նաև Օկամպոն ինքը իր հովանավորության տակ ուրիշ Կարոջական մարմին մգացմեց եւ այդ ծավով աշխատեցավ։ Բայց նաև միաժամանակ բացի արդակին Կարոջական աշխատանքը մենք շատ աշխատանքներ ունենք որբեսի բոյկոտ որոշեցինք չնել, որտեղ Միացյալ Աշխարհի գազագերբության նախաձեռնություն է, բոյկոտ չբանջեցինք, բայց մենք աշխատեցանք, որ ցածր մագարտագիլան եւ Եվրոպայի ղեկավարներուն 2/3-ը ներկա չեղավ։ Օրբանը եւ իր ընկերները ներկա եղան Բաքու։ Այդպես որ ադիմաստով կարելի է ասել, որ որոշ հաջողություն եղավ։ Չգրցանք ազատագրել։ Այսօր այդ աշխատանքը կշարունակի ունենալով ժանազան բանացևեր եւ ջնշումի միջոցներ Ադրբեջանի վրա։ Մեկը ըսի քիչ առաջալ խոսքից մեջը վաղը կխոսվի եւ ինքշաբթի կվերգվի շատ զորավոր բանացև եվրոպական խորհրդարանը ընդգծեն որ 500 ավելի կվերներ պիտի ստանա ուր խոսքը թե քաղաքական մեր բադանտներուն եւ թե ռազմակերիներուն եւ անշուշտ գարձր նաեւ խոսույթով գան օրեն նշում բաժամիջոցներով Մեկը մյուսին է դեպեն գրկնվելով այս բաժամիջոցները բախը պիտի կա որ կորզատիրը պիտի չգրնա խուսափիլ այլևս որտեվ գրնա իրենց կորզակցության համար հետևանքներ ունենալ օրենստիրին հետ Ասոնք աշխատելու ցև են Ատկի անտին գան գրլան աշխատանքներ որ լավ է միշտ չբացահայտենք ինչ կգնենք կամ ուր կփորձենք անկել որտեվ մինակ մենք երկուքնից չենք խոսիր եւ դեպին նաեւ մեզի ադոնք որ գրնան ադոր հագաստել ադոր ամարալ օրնագաս բանացեվի հարցը այսօր կհայտարարեմ որտեվ վերջացած հարց է որոշումը գա օրագարկի վրա է անցյալ շաբաթ եթե հրաձլայինք հարցազրույցը թեև գիտեի որ պիտի լա բայց վիճեսեի բան որպես ճնշումներ չբանեցվին Ոչ կվերապերի Հայաստանին։ Երկար ժամանակ այդ խոսույթը գա որ մենք առանց ցույց տալու գխոսենք ես չեմ գրնար միզս մեղկարնել ասելով որ չեն խոսել չեմ գիտեր բայց արդյոք չենք տեսնար որ խոսակցեն են բայց պետք չէ իրենց վնասը շատ եթե որակ կանչեք մի խոսիկ ցած բաներ բայցեք իրենց վտանգ է Հիմա հոսվոր հասած են ինչ ավելի վտանգը արդեն կա արդեն նրանց այնտեղ գտնվել վտանգ է Մարտոց արդեն լավ ընդունիմ ես բարի գամկով որ սկիզբը երբ որ իրենց տարվեցանուն հավանաբար հույս կար որ որոշ բանը գնենք եւ վերադարձնեն Մարտոց ոյ բռնեցին դարին վերադարձ Հիմա այդ մեկը չկա ավե մեկը 400 կայար ամբաստանություն ունի
Մինչև կյանքերնում վերջը իրենց Կարապետյան, Ադրբեջանի ցինիզմը հասել է նրան, որ արդեն Հայաստանի իշխանությունից պահանջում են իրենց հանձնել իբրև թե պատերազմական հանցագործներին, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել Արցախյան ազատամարտի ու այդ պետության հետ։ Ես շատ անգամ ասած եմ, նույնիսկ երբ որ գխոսեմ քբույական երեսփոխաններով դալ երբեմն, որ որքան թուն ետ գնես առանց ագրաներդ քիչ մնա ցույց տալու թիմացինը դա կան ավելի բան կբանջեք ես մե խոսույթ ունենք որ պետք է խաղաղություն ստորագրենք եթե մենք չլանք պատերազմի դիլա օքեյ համաձայն ասի երբ ֆնեգս ֆիգուր 2020 եղավ բարդվեցանք Արցախը գործվեցավ Հայաստանի Հանրապետության հողերեն 205 քառակուսի կիլոմետր գրաված են ալեֆը գսեգոր իմ հողերս են չեմ երթարգետ Երինք սահմանազատում բادرերին քյուղերուն մերճումեր որբեսի իրենց իբրև տեւդի պաշտպանենք բայց փոստերը որ կան ճիշտ դիմացը բادرեն վերնեն ես գերագի օր դավուշացելեցի ասոնք ցույց կտամ որ պետք է հասկանամ եկը որ գնենք եւ երբ որ հարցվեցավ վարչապետը որ լավ գարաշխավորես որ ստորակրծիր համաձայնակիրը քանի որ դա բادرած բիչլա Եվ եթե ճիշտ կմեկնաբանեմ իրս, որ 2-3 օր առաջին օրը համաձայն վերջին չիմանամ ինչ կլա։ Իհարկե։ Երբ որ այդպես կսես, ինչ համաձայնակրի մասին կխոսես, ինչ խաղաղության պայմանագրի մասին կխոսես, որովհետև երաշխավորություն չունիս տուն ադորամար։ Եվ երբ որ որքան գլրես տուն, միշտ ավելի կրկրես, ինչպես որ ասիք իմ ասած Ադրբեջան եւ բանջը որ Հայաստանը հանձնի իրեն նոր բադանտներ լավ նշույլ բներ գուզեմ հավատալ որ պիտի շարունակվի արտաքին գործոս նախարարի վերջին հայտարարությունը կերիներ ուղղությամբ հուսամ գու շարունակվի եւ նորենոս վերադառնա մատ որսի գարկ մտեսպաններու աշխատանքին նակ Բրյուսել մենք կերիներու հարցովալ միասին ունենք գործակցություն երբ որ խորհրդաժողով գազմագերբեցինք մենք 2-3 ամիս առաջ Գեորգական խորհրդարանի մեջ հրավիրած էին ավտոսման միշտ կհրավիրեմ գողքս նստած եւ ինքը խոսեցավ եւ քերիներու ազատագրման մասին շատ գոշտ արտահայտություններով նաեւ ուրեմն ասցույց կուտա որ գա որոշ հնարավորություն արտահայտվելու եւ գա որոշ հնարավորություն ցույց տալու որ Հայաստանի պետությունը իր քաղաքացիներուն շահը պաշտպանելու վճռականություն ունի, որտեղի վերջոն գտնվողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Պարոն Կարապետյան, եւ վերջում կուզեմ անդրադառնալ առհասարակ միջազգային հանրության ու տվյալ դեպքում նաեւ եվրոպական երկակի ստանդարտների քաղաքականությանը մենք դա տեսանք եւ Արցախում էթնիկ զտման օրերին եւ դրանից առաջ 20 թվականի պատերազմի օրերին իհարկե ոչ միայն Եվրոպայի, այլ առհասարակ աշխարհի մակարդակով մենք դա այսօր տեսնում ենք Սիրիայում տեղի ունեցող այդ ցեղասպանական գործողությունների հետ կապված, այսինքն այստեղ էլ կա խնդիր ամեն դեպքում գետնի վրա ռեալ պոլիտիկը առանձին պետությունների շահերը տնտեսական, ֆինանսական եւ այլն որոշիչ են դառնում այս պայմաններում ձեր թվարկած հարցերի հաջող ընթացքը ինչպես կարելի է ակնկալել նաեւ խնդիրներ կան այստեղ դուք հիշատակեցիք հենց ֆոն դեր Լայենին որի հետ աշխատանքը դժվարություններ է առաջացնում այսօր Գաբրինգ բախմը որ վարգյանին գփոխվի գորգացությունը Այդպես որ պետք է իբրև պետություն մենք հանձնախումբ ունենք հայտարարի հանձնախումբը կամ Արցախի գազված հանձնախումբ է այդ ռեսուրսները չունենք բաշխարություն չունենք հասկանալի որ pedagogan ռեսուրսներու հարց կա հոս եւ մեր պետությունը եւ հիմնականորեն իր արդակին կերտեշտությունը եւ ապահովական իր ունեցած մարմինները Պաշտպանության նաև ԱԱԾ եւ այլն որ պետք է հետևին մոդեռն անցուդարձերում ոչ ներքին կյանքը ինչ կլա իրենց գործը արդակինն ալ հետևիլը հիմնականորեն պետք է գարենան չեմ գիտեր եթե ունին գատ մարմինները կան ոչ պետք է գարենան լավ վերլուծողներ ունենալ
որ հասկանան ինչ է գործընթացը եւ ինչ քաղաքականություն պիտի վարես, թյուրին է ասել ես Եվրոպական միության մասնակցելու թիմում գնեմ, հա հրե թիմում, ով կընդունի գորքեզի։ Այ դա էլ է հարց։ Ով կընդունի գորքեզի։ Քանա ովևէ Եվրոպացի Բաշտոնյայի հարցոր պիտի ծաղի ընդունող չկա։ Ոս ուրիշ երկրներ դարիներ է սպասում են հերթի մեջ։ Սկսած են գործընթացը եւ դեռ բամու չկա։ Դու ինչ ներքին շուգայի համար է։ Բայց ասոնք կրնան արդակին քո հարաբերություններուց վրա աստել նման որոշումներ։ Ադորամար ես կարծեմ որ ասպահուն վտանգված պիտի լար վերջնական ասել որ ասել լալիք է գամասն տեսեք Ասադը ինգավ ուրախացան հիմա գսեն որ լավ չենք լար արդյունք չենք տապեր Ասադին համար բայց հիմա նոր գացություն ունենք եկան տերորիստներ եւ այդ տերորիստներուն իրենք ընդունեցին պայմաններ չտրին նույնիսկ ասին մենք բաժամիջոցները կվերցնենք եւ այն տեսեք ես համաձայն եմ որ փոխվի քաղաքականությունը որովհետեւ Ասադը պամը չգործընծուց Ասադը իր միլիարդները դուրս ուներ ժողովուրդներ որ ինչպես միշտ իհարկե Հալեբ եւ եթե իբրև հայ պիտի խոսենք Հալեբի Լատոկիո Կեսաբի մեր համայնքներն է որ դուժեցին այդ մեր հսկա համայնք հատսկա գարություններով այսօր փոքրացած է ադորամարալ մենք շատ զսկուշ ենք երբ որ գխոսենք մեր հույսադը եւ եղաված ծավի աշխատանք մեր համայնքային ղեկավարութեն են թե առաջնորդ են թե մարմիններ են որ լեզու գարենան գտնան նոր իշխանության հետ խոստացան որ պիտի չլան ովևէ խոշտանկումներ կամ սպանություններ մինչև մոտ չեղավ Լատակիա երկու հայերը որ զոհվեցան հավանաբար բադականության հարցը եւ ոչ որտեղ հայ էին հավանաբար սխալ ժամու սխալ դեղ գտնվեցան իրենք բայց նաեւ ցույց կուտա անհերանագար քաղաքականությունը որ շատ անգամ գվարեն նաեւ մեծ ուժերը ադալնգալ օրինակ Ուկրաինայի բարական արեք միլիոնավոր ուկրաինացիներ զոհվեցան Ուկրաինա 25% գործված է Գերտա Զելենսկին Միացյալ Նահանգներ եւ ֆոն նախագահը իրեն գսե ադելիր գործովեկնա Շին դեսանք չէ ինչպես ցերկով ինչպես կխոսեր որ հետը կամ վանսը իրեն ցերկոր հիմա ներողություն խնդրեմ ապա այն վերջո երկրի նախագահ է մեզի համար լավ է կամ վա դա չեմ քններ բայց դաս է բայց Ասցեվի վերապերմունք մեծ ուժերեն պետք է շատ զսկուշացնե մեր հայրենիքի ղեկավարության իրենց հայրենի քայլերուն համար այսինքն միանշանակ հայտարարություններ հանգարց կրնան վաղը ադոնք քեզի մեծ վնասներ պատճառել մենք բոլորս ալ գիտենք որ ես Ռուսիա ինչու սիրեմ ես Եվրոպա ծնա Հունաստան ծնա ամբողջ կյանքս 77 տարի Եվրոպա ապրած եմ եւ Եվրոպա պիտի մեռնի ուստ երևույթին ես ինչու Ռուսասեր նկատվիմ Եվրոպական մշակույթի մարդ եմ ես բայց իրադեսալ եմ Հայաստանի արդարություն ուր պիտի երթա եթե մենք Ռուսիա հետ կապերը խզենք Հայաստանը հանգարց Ռուսիան սկսի մեզի վաճառել գազը, էներգիան, ինչպես Եվրոպա կվաճառե գոր։ Ինչպես պիտի մեռնի ժողովուրդը։ Եվ ասպաներ ես սկսեմ նաև եվրոպացիներուն։ Թող ոքլարին արգանի անգամ ուսած եմ եւ իրենք կասկնան։ Որ իսկապես հարց կա, բայց քաղաքականության հարցը։ Երբ որ մյուսը գսե որ ես իրենց պիտի Ջամփեմ ես Եվրոպա կամ որ Եվրոպա կամ որ ինչպես կերտած կան մանորակարգ եվրոպական քաղաքականության մեջ առհասարակ Հայաստանի հետ կապված ասպահուն չկա մանորակարգ եւ չգրնար արելալ որտեւ նախ Հայաստանը 2017-ի սեփայի համացանակիրը պետք է իրակորձե որ չէ իրակորձած տագավին եւ անցյալ տարի Եվրոպական միությունը ֆինանսավորեց մոնիտորինգի աշխատանքը 10-15 անգախ հասարակական գազམ་ագերություններով եւ արդյունքները եթե գարտակ շատ հերու է
սեպա իրակորձում են, որտեվ ադա պետք է ասենք, որ սեպան իրակորձվեցավ Սերժ Սարգսյանի օրով, ստորագրվեցավ, բայց իր իրակորձումը փաստորեն սկսավ Փաշինյանով 2018-ին հետ, որտեվ 2017-ի վերջավորությանը ստորագրվեցավ սեպան։ Ուրեմն, երբ որ հիմա անցերանը դենեն 6-7 տարի, եւ դակավին թադական համագարկին համար, եթե մեկը գարտա, գսե աս երգիրը ինչպես եվրոպական արժեքներու երգիր գրնա նկատվին, որ ինչպես կնշանակվին որ դատավորները, ինչպես կառնվին որ որոշումները, եւ սո ես չեմ, իրենց կողմը ֆինանսավորած զեկույց մնի ասմեգը, կամ ապավական ուժերուն համար, կամ կոռուպցիային համար, որ այ որոշ գործընթաց մուրերը, բայց հերու է նկատվել է, որ այսօր կոռուպցիա չկա ամեն մակարդակներու վրա։ Ուրեմն այս բոլորը պետք է նաև գարտան եւ ճիշտ հասկանան, անոնք որ իշխանության վրա են, միշտ օգտակար գլա լսես հագարակ տեսակետը, որտեղ միշտ երբ որ ես իշխողն եմ եւ գուկան ինձ բարոն վարչապետ ինչ լավ հսկա լավ գործերի ես գավադան որ լավ գործերի չեմ դեսնար որ կանտվիմ գոր որտեղ երգիրը թե կանտվի իրեն գալ պիտի կանտվին մինակ մենք չկանտվինք իրեն գալ բոլորն պիտի կանտվին քանդելու գործընթացը հենց այդ անձնավորության ձեռքով ու ուղղակիորեն մասնակցությամբ եւ առաջնորդությամբ բոլորս պիտի կանտվինք ադորամար լավ է որ ասպաները թողարտան իրենք եւ մեծ հոխորդանքով եւ այլն չխոսին ասոր անոր դիտողություններ չնեն ինչպես բարոն Սիմոնյանը հրավսելով որ Արցախը դուք չպաշտպանեցիք ով պաշտպանեց Արցախը թունկացիր բարոն Սիմոնյան գրվեցար այդ երդասարտներն էին հազարավոր երդասարտներն էին որ զոհվեցան 2013-ին ինչպես Արցախը մինագը պիտի պաշտպաներ ազերիներու դեմ երգիրը երկու օր գրվեցան ուր էր Հայաստանի բանակուր էր ինչու քաշեցիք Հայաստանի բանակը մենք կսակին բաներ տողեցինք ինչին ես տողեցիր ով վիդեո կորտակոմսարադում ասոնք կանտիչ եւ ավերիչ քաղաքականություն փանչենդար իրենց ռեյտինգին ալ փանչենդար եթե ատկան իրենց ռեյտինգը գմդածեն գոր իրենց ռեյտինգին ապանդան որտեղ ով պիտի հավատա որ Արցախի ժողովուրդը ուզելով էր որ Էլավ ցկեց իր դունը, ցկեց ամեն ինչ, եկավ հոս Հայաստան ավելի նոր չարչարանքներու ենթարկվելու, եթե հոն Ադրբեջանի լուծինդակ թրախտի մեջ պիտի ապրեր։ Այդպես մեկ գրնա վադալ, բայց դժբախտաբար ասպաները գլան։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հյուրընկալվելու եւ մեկնաբանությունների համար։ Ես շնորհակալ եմ։ Հարցազրույցին սպասեք վաղը։